ադրբեջանցիների հետ կապված ես դրա մասին հոդվածներ եմ գրել։ Ես նույնիսկ ելույթներ եմ ունեցել, ասելով, որ երբ որ արևմտյան Ադրբեջան խոսույթ օգտագործվում է, հիմա չեմ կարող հիշեմ, ասել եմ արևմտյան Ադրբեջանը, Ղազախն է, չգիտեմ ինչն է, ուտեն ես թվարկելով եկել եմ, ասել եմ, որ Հայաստանում արևմտյան Ադրբեջան չի կարող լինել։ Հոդվածներ եմ գրել դրա մասին։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ, որ մեր հանրությունը արձանագրի Ղարաբաղի, Նախճեվանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի թեման, ես մյուս թեմայի հետ, դրանք իրար հետ ներքին կապեր ունեն։ Բայց նաև վերջին բրիֆինգներից մեկում չէ կառավարության շենքում էինք անում բրիֆինգը, ես ասում եմ, որ եւ մեր հանդիպումներում էլ եմ ասում։ Ասում ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Նույն ուժը խոսում է համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Եվ այս է պատճառը, որ ասում են, որ իրենք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև իրանք ուզում են կոնֆլիկտային վիճակ սրեն, ստեղծեն։ Բերեն բախման, թեմաները բերեն բախման եւ դրանից կոնֆլիկտը էլի վերակենդանանը։ Լսեք, Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը ճանաչել են։ Ես համոզված եմ, որ այս հենքի վրա մենք պետք է կառուցենք եւ կառուցում ենք խաղաղություն։ Այդտեղ չկա Ղարաբաղի, Նախճեվանի, մենակ Ղարաբաղը չի։ Ինչ եք մենակ Ղարաբաղի մասին ասում։ Բա Նախճեվանի հայությունը, բա Բաքվի հայությունը, բա Սումգայիթի հայությունը, բա Կիրովաբադի հայությունը, բա Գետաշենի հայությունը։ Եվ այլն, եւ ընդհանրապես Ադրբեջանի հայությունը։ Ինչ եք մենակ, հետաքրքիր է, իսկ ինչ է մենակ Ղարաբաղի հայության հարցը բարձրացվում, իրանք ինչ են մենակ դրա մասին խոսում։ Ես ասում եմ, չկա երկու թեման էլ չկա ուղղակի։ Փակել ենք, այդ երկու թեման էլ փակել ենք։ Հիմա մյուսները ինչ են, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մի հատ հիմար հոլովակ են սարքել, միլիոններ են ծախսում, որ այդ հոլովակը գտնվի ինչի համար։ Ոչ թե իմ դեմ հակակարողություն են անում, իրանք այդ հարցը ուզում են ներմուծեն քաղաքական օրակարգ։ Բանը, լրտեսական գործունեությունն է դա։ Այդ է, որ ասում եմ, լրտեսական եռագլուխ կուսակցությունը։ Կոնֆլիկտ բորբոքելու համար։ Կոնֆլիկտը չկա։ Այս ամբողջ խնդիրը։ Ես ասում եմ, գուցե 23, գուցե 24 թվին հոդվածներ եմ գրել ես դրա մասին։ Կարծեմ Armen Press-ում է տպվել է, հրապարակվել է։ Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստան ունի շատ էական եւ առանցքային դեր եւ մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ եւ մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի։ Եվ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դա կապ չունեն մեր եւ մեր երկուսից որևէ երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։
Եվ բնականաբար այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են եւ շարունակելու են այդպես պատմական էլ մնան, եղբայրական են, դա ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես։ Այդ էլ արձանագրենք, որ հոսանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ կապ չուներ մասնավոր ընկերության ներքին խնդիրն է։ Մենք հիմա մասնավոր կազմակերպություն ունենք, վարձակալել ենք այս տարածքը այս ասուլիսի համար, որովհետև այսօր ջրվեժ, նոր Երևանի ջրվեժ եւ նոր թաղամասեր ունենք կառուցություն անելու, դրա համար ենք այստեղ շատ լավ։